Խորհրդային տարիներից խորդենու ցանկատարածություններով հայտնի զարթոնքում դեռևս պահպանվում է հետաքրքրությունը այդ մշակաբույսի նկատմամբ։ Էդվարդ Մաթևոսյանը, որ անուշահոտ բույսի վերամշակման հմտությունները ձեռք է բերել երբեմնի հայկական փորձարարական կայանում, համառորեն շարունակում է դրա մշակությունը։ Իր ջերմատան մի հատվածում կաղամբի, սմբուկի եւ այլ մշակաբույսերի կողքին վարդաբույր խորդենու կտրոններ է բազմացնում։ Քիչ քանակով ջուրը բոլորին այսպես հասցնում են։ Անուշահոտ այս բույսը նախկինում կանաչ ոսկի են կոչել։ Դրա եթերայուղն օգտագործել են ոչ միայն օծանելիքի, կոսմետիկայի եւ օճառի արտադրության, նաեւ թևավոր հրթիռների գործարկման մեջ։ Վերջերս այն սկսել են կիրառել նաեւ սննդի արդյունաբերության եւ բժշկության ոլորտներում։ Եթերայուղի եւ հատկապես բույսի հոտը հանգստացնում է նյարդային համակարգը։ Տվյալներ ունեն, որ մարդիկ օգտագործում են խորդենու յուղ։ Այդ յուղի հատկանիշը, որ ասենք շատերը մեր ժողովրդի մեջ այնպեսի հոգեբանություն առաջացել, տանում են, քսում են ձեռքերին, ոտերին, ասում են հանգստացնումա։ Դուք ինքներդ ձեռ տվեք, դե տեսեք ինչ հոտ եկա։ Շատ լավն է։ Խորդենու մշակությամբ զբաղվողներին մատների վրա կարելի է հաշվել, քանի դեռ հայկական շուկան հետաքրքրված չէ դրանով, չկա նաև մրցակցություն։ Պատկերը կփոխվի, եթե խորդենու յուղի կարևորությունը զգան հատկապես կոսմետիկա արտադրողները։ Մակարոնի կամ ասենք սիգարետի արտադրություն չի։ Դեֆիցիտ արտադրություն է, այստեղ Հայաստանում չկա։ Երևի այս վերջին հույսերն այսպես մնացել, այս խորդենու արմատակալները, ես արդեն մի 3 տարի, 4 տարուց ավել պահպանել եմ։ Զարթոնցի գյուղատնտեսը հիմա բույսի արմատակալներ է աճեցնում, որ գարնանա տեղափոխի բաց դաշտ։ Ամբողջ ցիկլը ներառյալ ջեռուցում, ոռոգում եւ այլ ծախսեր մոտ 200,000 դրամ է կազմում։ Եթե վերամշակումն իրականացնի նոր տեխնոլոգիայով, կշահի նաեւ ժամանակի եւ ներդրվող գումարի մեջ։ Կարելի է կոնտեյների համակարգով։ Մի հատ ուղակի պարավոյ կացել ունենաս, պունկտ տնես այնտեղ, որ կարողանաս կոնտեյները տանես, կուբը փակում ես եւ գոլորշին տալիս ես մեջը համապատասխան։ 2 տոննա պար հզորություն ունեցող կացյոլը 2 տոննա ժամում հումք կմշակի։ Խորդենու հոտը վանում է ճանճերին եւ միջատներին, նաեւ պայքարում սպիտակաթևիկների դեմ։ Տեխնիկական այս մշակաբույսը կամակորներից չէ։ Շատ աշխատանք չի պահանջում, աճում է արագ եւ փարթամ սաղարթներ տալիս։ Գյուղատնտեսը 7 կիլոգրամ կշռող եւ 1 մետրից բարձր խորդենիներ է աճեցնում։ Թորումից միջև 7 գրամ եթերայուղ է ստանում։ Տեսեք արմատները դուրս է տալիս, ես անթաց շարժում եմ, որ միջև ամիս կտրում եմ, ծերատում եմ, այսպես որ հողի մեջ չանցնի։ Հենց անցավ հողի մեջ բռնել չլինի, փարթամը սկսում աճել։ Գործընկերներ գտնելու դեպքում գյուղատնտեսը պատրաստ է ընդլայնել խորդենու ցանկատարածություններն ու մեծացնել եթերայուղի արտադրության ծավալները։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, Լուրեր։